Ասես մոտիկից տեսնում ինչ ենք խմում էլի։ Սենամներ օրինակներից է։ Հարկ ու պատիվ նայիրի կոնյակի լցրան սովետական միստերների հանդեցրան կապի տեսերին լուրջ հարցեր են լուծվել Միասին չիստամ ես։ Չէ պինկ թակացա, չէ։ Ոտայի ատյանս։ Հաստատ շատերի երազանք։ Պատմության հոտը Պատմության նոտը պատմության սենյակով։ ձեր կենացը հարգելի հայեր մեր կոնյակը Նախանձներ ես ձեզ սիրում եմ։ նախանձեք միջալը շարբատ այս սենյակում հյուրենք արել են Մաքար Սետրակյանի թոռանը ով որ այս կոնյակի հիմնադիրն է կոնյակի գործարանի այդ հայտնի կոնյակագործ Մաքար Սետրակյանը եւ այդ պատմությունը կա որ Չերչիլը իր կյանքն է փոխել այո Ստալինի ժամանակին ուղարկում էր երկու հարկավ կոնյակ իրանց բանի Չերչիլին ու հանկարծ կոնյակի որակը տորումա Չերչիլը Ստալինին այսինչ հաշիվը վարակում չեղավ Ստալինը միանգամից ուշտե տակով բան Յոսիֆ Սակարյանից ասում են դա սուրկ է ուղարկում են աքսորետ մարդուն վաշ սուրկ հետ են բերում վերականգնում են պաշտոնի ու կոնյակը շարունակում է իր լեգենդար պատմությունը Սպիրտի ոչ չկա։ հա գաղտնիքը ասել է Սովետ միության ժամանակ բոչկաների մեջ երկար էին թողնում հիմնական process-ը բոչկայից են վերցնում այդ բանը բուկետը ստացվում բայց իհարկե դա բերում է դրան որ դոլյա անգելով էին ասում 5% տարեկան ինքը ցնդում է պետք է դառնալ հիմա ասում են այդքան երկար չեն թողնում քանի որ այդքան ձեռնտու չի ինքնարժեքային սովետը կանոնապլանային տնտեսության երկիր էր իրանք չունեին կոնկուրենտ եւ դնում էին ճիշտ ձևով ասենք թե հնեցումը կատարվում էր եւ նաեւ ասում են խաղողի տեսակների փոփոխություն դառնում ճեղը ինչ խոսք ասում սա բարձրացնում է մարդու տրամադրություն եւ արցանում հա ոչ թե քեզ խմելու արփեցնում է ճիշտ ձևով այսինքն երջանկանում ես ցած ասեմ դրա համար մեր կոնյակը իսկապես այդպես ազգային արժեք է